Եթե աչքի եղջերաթաղանթն աստիճանաբար դուրս է փքվում, ուրեմն զարգանում է կերատոկոնուս հիվանդությունը։ Այն ավելի հաճախ հանդիպում է տղաների շրջանում, սկսվում է 14-ից 16 տարեկանում։ Արագ պրոգրեսիվման հիմնական ընթացքը մինչև 30 տարեկանն է, որից հետո պրոգրեսը կամ դանդաղում է, կամ հիվանդությունը այլևս չի աճում։ Սկզբնական շրջաններում կարող է նույնիսկ պացիենտները որևէ գանգատ չունենան, սակայն հիմնական գանգատը դա տեսողության վատացումն է, քանի որ եղջերաթաղանթը կոնաձև արտափքվելով բերում է անկանոն աստիգմատիզմի առաջացման։ Աղոտ տեսողություն, կարճատեսություն, աստիգմատիզմ, լուսազգայունություն հիվանդության ախտանշաններն են, բայց անգամ այս դրսևորումները չեն հաստատում, որ գործ ունեն կերատոկոնուսի հետ։ Պետք է անցնել հատուկ հետազոտություն։ Երբ տարօրինակ աստիգմատիզմ ենք տեսնում, դա հուշում է, որ պետք է անպայման կատարել եղջերաթաղանթի տոպոգրաֆիա կամ քարտեզագրում։ Որոշակի աստիգմատիզմի թվեր, տեսակներ կան, որ մեզ հուշում են, որ ստեղ մեծ հավանականությամբ մենք հենց գործ ունենք կերատոկոնուսի հետ, իսկ ամենազգայուն, այսպես կոչված թեստը դա եղջերաթաղանթի տոպոգրաֆիան է կամ քարտեզագրումը։ Ճիշտ է, հիվանդությունն ամբողջությամբ չեզոքացնելն անհնար է, բայց մասնագիտական միջամտությունների շնորհիվ կարելի է կանխարգելել դրա զարգացումը։ Կատարվում է cross-linking միջամտությունը, որը բուժման ոսկե ստանդարտ է հիմա համարվում կերատոկոնուսի, իրենից ներկայացնում է հատուկ ուլտրամանշակագույն ճառագայթների միջոցով եւ վիտամինային լուծույթով եղջերաթաղանթի ամրացում, որպեսզի ավել չբարակի, ավել չստանա իր կոնաձև ընթացքը, դա չի արվում տեսողության լավացման համար։ Լավ տեսնելու համար բուժառուները կարող են կրել հատուկ սկլերալ լինզաներ։ Դրանք հատուկ լինզաներ են, որոնք չափերով մեծ են, կոշտ են, եղջերաթաղանթին չեն հպվում, չեն կպնում եւ ամեն պացիենտի համար ընտրվում է ինդիվիդուալ, անհատական ու կերատոկոնուսով պացիենտներին ապահովում է ամենաբարձր տեսողությունը, որը հնարավոր է նրանց տալ։ Մասնագետի հորդորն է ծնողներին հետևել երեխաների տեսողական գանգատներին, խնդիրը ժամանակին ախտորոշելու եւ հետագա բարդությունները կանխարգելելու համար։ Արամ Մարանդյան, Արտակ Գևորգյան, լուրեր։